Այդ դա այն կետներ, որտեղից ըստիս ավարտվեց Հայաստանում քրիստոնեության հաստատման երկարատև գործընթացը։ Այսինքն դա արձանագրեց, որ Հայաստանում քրիստոնեությունը անդառնալի է, այլևս Հայաստանը քրիստոնեական երկիր է, որովհետև մենք երբեմն երբ խոսում ենք քրիստոնեության մասին, թվում է թե 301-ին տպտհատը հայտարարեց, 302-ին ամբողջ երկիրը դարձավ քրիստոնեական, ավանդույթներ ունեցող երկիրում նոր հավատքի դնումը դա պետք է ավանդույթի վերածվեր եւ իմ կարծիքով ավարայրը հենց դա ազդարարեց, որ Հայաստանը քրիստոնեական երկիր է, որը պայքարում է Ես ձեզ հետ համաձայնեմ, կներեք, ես ձեզ հետ համաձայնեմ մասնակի, գիտեք, շատ գայթակղի չէ ավարայրը վերցնել որպես ընկետ, որով ավարտվեց 301-ին սկսված գործընթացը, դա ժամկետներն է 150 տարի, ճակատամարտ, բայց չէ, գիտեք, ամեն դեպքում ես ինձ թույլ տամ դրա հետ մի քիչ չհամաձայնել, արդեն 4-րդ տարի երկրորդ կեսին, երբ որ մենք ունենք Աշտիշատի ժողով, Շահապիվանի ժողով, երբ որ ունենք Ներսես մեծ, երբ որ հայ առաքելական եկեղեցին հաստատվեց եւ երբ որ հատկապես 5-րդ տարի սկզբին ստեղծվեց հայ գիրն ու գրականությունը, հայոց այբուբենը, ես կարծում եմ, որ արդեն գործնականում կարելի է խոսել քրիստոնեության հաստատման մասին։ Ուղղակի ավարայր եւ Վարդանանց պատերազմը դա ընկետներ, որով հայ ժողովուրդը հաստատեց իր վճռականությունը լինել եւ մնալ քրիստոնյա, ոչ թե process-ը ավարտվեց։